Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա և փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա և անվճար կայանատեղի, հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների և շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց և գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի և բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Ասում են, երբ Մենդելսոնը ամուսնության նպատակով գնաց հարսնացուի մոտ, հարսնացուի ծնողները Մենդելսոնին ասեցին. մի հատ մարշրուտ նվագի էստեղից։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարը սկսում է իր աշխատանքը։ Ինչպես միշտ, 5-շաբթի երեկոյան ժամը 22:30 դուք հավաքվում եք միասին, որպեսզի դիտեք, տեսնեք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը։ Իհարկե, բնականաբար լինելու է հաճելի հարցազրույց, գեղեցիկ իհարկե միջավայր, եւ ուզում եմ այսօր, որ այսօր ել ավելի գեղեցիկ հաղորդում է լինելու։ Առայժմ փակագծերը չբացեմ, ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ եք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ այսպես Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա։ 911 Detox Center-ը կօգնի ձեզ։ Պրոֆեսիոնալները, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են վերադարձնել լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա նման խնդիր, լուծված է 911 Detox Center-ի հետ։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, այլ առողջարան է, որովհետև այստեղ շատ հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով, հաճելի միջավայր, մի խոսքով այն ամեն ինչ հարկավոր է, որպեսզի դուք լավ հաճելի ժամանակ անցկացնեք։ Այսինքն, եթե դուք ունեք հանգստյան օրեր եւ չգիտեք ինչ անեք, ոնց լավ անցկացնել, մտածելու կարիք չկա։ Գնում եք Lido Palms Resort and Spa եւ վայելում եք։ Ձեր հետ եք ասեք Արմենն է տվեց ձեր համարը։ Իդեպ համարը մոռացա 760 329 60 33 եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Միկրոալիքային վառարանում պատրաստված կերակուրները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, պնդում են գիտնականները, հատկապես վնասվում են աղիքները։ Մի խոսքով միկրոալիքային վառարանը դառնում է միկրոաղիքային վառարան։ Արգենտինայում հավից փոքր դինոզավրի կմախք է հայտնաբերվել։ Ավելի մանրակրկիտ զննման արդյունքում պարզվել է, որ հավի դոշից էլ փոքր կմախք է։ Դա հերթական անգամ խոսում է այն մասին, որ դինոզավրերը մինչև վերջի շունչը դոշ են տվել։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ընդամենը կմիանանք մի քանի վայրկյանից եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես Armenian Evening նախագծի հյուրն է երգահան, հեղինակ, կատարող, երաժիշտ, հրաշալի մարդ, սիրված մարդ, Աշուխ Նազելի։ Նազելի ջան, բարի երեկո։ Բարև սիրելի Արմեն։ Ես շատ ուրախ եմ տեսնել ձեզ մեր տաղավարում այսօր եւ ել ավելի, որովհետեւ իրոք շատ հաճելի է նման մարդ տեսնել այսօր այստեղ մեզ մոտ։ Ես էլ ուրախ եմ այս ուրախ հաղորդմանը մասնակցելու համար։ Նազելի, իհարկե մենք խոսենք այսօր շատ թեմաների շուրջ, բայց միանգամից իհարկե հենց սկզբից ուզում եմ խոսել սպասվող մեծարման երեկոյի մասին, որը տեղի ունենալու մարտի 8-ին։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ անպայման եղեք ուշադիր, որովհետև շատ քիչ տեղեր են մնացել, դրա համար ավելի մանրամասն կխնդրեմ պատմեք։
Այո, մարտի 8-ին կանանց միջազգային օրվա արդիվ շատ հետաքրքիր մի միջոցառում է կազմակերպել մեր հարգարժան Ֆլորա Օխանջանյանը, ով հիմնադիր տնօրենն է Victoria's Production-ի, եւ նրա հրավերով այստեղ եմ եւ այս մեծարման երեկոն կազմակերպել է Սույն Տիկինը։ Եվ այստեղ ապրող ստեղծագործող երգիչները, ովքեր որ երգում են իմ երգերը, իսկ ես այդպես դրանով երջանիկ եմ, որ իմ երգերը այդքան սիրված տարածված են, կարող են հրաշալի երեկո պարգևել, ոչ միայն կանանց, այլև այն տղամարդկանց, ովքեր չգիտեն ինչ նվեր անեն իրենց կանանց, հրաշալի միջոցառում է։ Ես ասեմ ավելի Նազելի ջան, տղամարդիկ անգամ կարող են եւ ոչ միայն կանանց նվերներ անել, իրենք պարզապես կարող են տոմս գնել եւ գնալ վայելեն, առանց կանանց նույնպես, որովհետեւ մեկ-մեկ իհարկե պետք է որ առանց կանանց գնալ։ Շատ լավ։ Նազելի ջան, հիմա մի քիչ ավելի խոսենք նախ մարտի 8-ին, իդեպ իհարկե առիթից օգտվելով բնականաբար արդեն Նազելին նշեց, իհարկե հրաշալի գեղեցիկ օր է լինելու այս գեղեցիկ մեծարման երեկոն եւ սիրելի կանանց իհարկե եւս մեկ առիթ շնորհավորելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու։ Մարտի 8-ին որտեղ եւ որ ժամին։ Այո, մարտի 8-ին Իրանահայ հայերի կենտրոն գոյություն ունի, իհարկե կարող ենք ավելի նշել հասցնել եւ այլն, այո, Գլենդելում ժամը 18-ին, այսինքն երեկոյան ժամը 6-ին այս միջոցառման Այստեղ ոնց ասում են 6 PM։ Այո, 6 PM, այո։ Մարդը սովորել ենք այդպես միշտ։ Այո, եւ այսպես Կիրակի օրը մարտի 8-ին երեկոյան ժամը 6-ին հայ-իրանական կազմակերպությունում տեղի ունենալու մեծարման երեկո, Աշող Նազելի մեծարման երեկո, որտեղ հրաշալի մի համերգ է լինելու, ովքեր են երգելու նաեւ։ Կարող եմ երգիչներին նշել, եթե հետաքրքիր է, իհարկե Գոհար Հովանեսյան, Էդգար Խաչատրյան, Հայկուհի Բաբախանյան, Արաք Սամիրխանյան, Պետրոս Պետրոսյան, Գրիգոր Միրզոյան, Վարդուհի Գրիգորյան, այսպես ահագին։ Եվ ամենակարևորը Աշուխ Նազելի։ Սապարությունը դու այսպես շատ լավ։ Ես կարծում եմ հրաշալի համերգ է եւ ես իրոք շնորհակալություն եմ հայտնում ձեզ, նաեւ շնորհակալություն եմ հայտնում Ֆլորային, որովհետեւ իրոք նման համերգ կազմակերպելը կրկնակի լավ է, որովհետեւ մենք առասարակ պետք է ձգտենք այս երգերը, ժողովրդական երգերը ավելի շատ լսենք, ավելի շատ սիրեն մարդիկ, ավելի շատ իմանան։ Ապրեք։ Ես օրինակ ավելի քան համոզված եմ, որ շատերը, լավ, շատերը չէ, որոշ մարդիկ, իհարկե չգիտեն դուք որ երգերի հեղինակներն եք, բայց դրա մասին քիչ ուշ, սիրելի հեռուստադիտողներ, եղեք ուշադիր, որովհետև եթե իմանաք որ երգերի հեղինակներն Աշող Նազելի, կասեք, վայ, լուրջ, հա, լուրջ։ Հիմա խոսենք մի քիչ համերգի մասին իհարկե քիչ ուշ կզրուցենք, հիմա խոսենք առասարակ հարցը որ տալիս եմ առաջին մեր հյուրերին, որտեղից սկսվեց, ով գտավ այդ տաղանդը։ Ես գիտեմ իհարկե ձեր դեպքում մի քիչ դժվար է ասել ով գտավ, որովհետև տատիկներով, պապիկներով բոլորը երգել եք եւ հրաշալի իհարկե շատ տաղանդավոր, բայց նաև մի քիչ փոքրիկ պատմություն գիտեմ, որ ամեն ինչը սկսվեց հնդկական ֆիլմից, ինչ կան գիտեմ։ Այ մի քիչ ավելի մանրամասն պատմենք ոնց եղավ, հետո ավելի կշարունակենք։ Այո, ես հնդկական ֆիլմը շատ եմ։ Ուրեմն հնդկական ֆիլմերից սկսվեց, որովհետև ես երեխա էի եւ դպրոց չէի գնում։ Ասեմ ավելին 4 տարեկան։ Այդքան փոքր։ Շատ փոքր, որ ինձ ոչ մի տեղ չէին տանում։ Եվ մենք ապրում էինք նույն տան մեջ, հորեղբայրս, մեր եւ հորեղբորս ընտանիքը, եւ հորեղբորս աղջիկը ավակն էր ինձանից։ Նա գնում էր կինոներ եւ ինձ չէր տանում։ Մի օր շատ լացեցի, հետը կպա, այսպես պոչ կպա, հետը գնացի։ Երբ որ գնացինք, ես ետ եկանք ես սկսեցի երգել այդ ֆիլմի երգերը մեղեդիներով, բանով եւ այլն, եւ բոլորը զարմացան։ Եվ այս ժամանակ կինոմեխանիկներ կային, չէ՞, որ հատուկ ցուցադրում էին եւ այլն։ Այդ մարդու մոտ հորեղբայրս ասեց՝ մի հատ կլսես, երեկվա կինոն ամբողջությամբ երգում է։ Ասենց արեց։ Ոնց գլուխը շոյեց, ասեց՝ «Այ հնդկուհի»։ Իսկ խորը դու ոնց ես մի լսելով եւ ասեց՝ «Էս երեխան ունիկալ է, ոնց կլինի այսպես մի անգամից ընդօրինակել է լսողությամբ»։
Եվ ահա այդ ի սկզբանե որոշվեց, որ ես ունեմ մի որոշակի տաղանդ, եթե կարելի շնորհք, ես համեստ լինեմ։ Չէ, եկեք իհարկե համեստությունը ես գիտեմ, որ իհարկե շատ համեստ է Աշոտ Նազելին, բայց անունը դա տաղանդ է եւ այսօր տաղանդ, որ տարիներով արդեն փայլում է։ Այնուամենայնիվ, պաստույն շնորհիվ մեխանիկի, այդ կարելի ասել, այս ամենը տեղի ունեցավ։ Եվ իհարկե, իդեպ որ կարող է հիշեք որ ֆիլմներ, թե չէ։ Ես այն ժամանակներ հիշում եմ, կար Պարոն 420 մի հատ կար, չէ՞ ավելի հին։ Այդ կինոներն են։ Ես էլ եմ հին մարդ էլի։ Անցյալ դարի։ Պարոն 420, հետո կար Բրադյագը, դա փառական, հա երևի։ Տանանանանան, այդ Պարոն 420-ն։ Պարոն 420։ Այ երևի դա։ Շատ լավ, հրաշալի։ Ես նաև իհարկե կարծում եմ Նազելի ջան, որ իհարկե տաղանդը նաև այստեղ խոսում է միջավայրը եւ որտեղ իհարկե դու ծնվել, մեծացել, դա իհարկե Տավուշն է, Բաղանից, չէ, եթե չեմ սխալվում։ Դա իհարկե տաղանդավոր մարդիկ են այնտեղ ծնվել եւ դա կարծեմ նույնպես այդ միջավայրը իհարկե ազդել է, չէ, ամեն ինչի։ Բնությունը իհարկե։ Մարդիկ, իրենց մտածողությունը, այդ ամեն ինչը եւ հետո եթե մեջը ինչ որ հետաքրքիր բան կա, այն ոնց են ասում, մախաթը պարգի մեջ չես բայ, մի տեղից դուրս եկել, շատ հետաքրքիր տեղից է դուրս եկել։ Մինչեւ դպրոց գնալս արդեն հասկացել են, որ իմ մեջ ինչ որ մի բան կա, դե հետագայում էլ ինչպես է դպրոցում, հետո տանը որ խնջույքներ են ասում, բալես լա մի հատ կանգնի աթոռի վրա երգի, դա էլ մեր բեմներ։ Եվ ահա այսպես ինձ ասում են Նախշում բաջի այն ժամանակ Արև Բաղդասարյանի այնպես աստեղային ժամերն էին, չէ, որ հերոստատեսությամբ ցույց են տալիս եւ եղբայրս ինձ շատ սիրում էր, մենք իդեպ տաուշցիներս ասում ենք բիձիկը, բիձիկս ասում էր բալեսլը մի հատ էս երկի մի հատ են լե երկի եւ այդպես կամած ասում են ես ինչ ձայն է, ես ինչ է, ձայն է էլի անտառների, մաքուր ջինջ, աղբյուրներից, վանից, չէ, ամենից սնված ձայն։ Դե իհարկե բնականաբար դպրոցական տարիներին իհարկե կարծում եմ, հա, ինչ խնջույքներին իհարկե համար 1 նույնպես իհարկե դպրոցում երևի, չէ։ Այո, դպրոցական երգչախմբում, անշուշտ երգում, անպայման ես սոլոները ես էի երգում, բայց ծնողական խորհուրդը, ընտանեկան խորհուրդը որոշեց, որ ես պիտի ոչ թե երաժիշտ լինեմ, այլ բանասեր։ Այ ինչու։ Որովհետև չէ, նայեք, ես օրինակ Նազելի ջան, եկեք այսպես, հա, եթե օրինակ ընտանիքում, նո պրակտիկված երգող չկա, ինչ որ, չէ, ուրիշ, դա ինչ որ չափով հասկանալի է, հա, մարդիկ օրինակ բժիշկներ են, ուզում են երեխան բժիշկ դառնա, կամ չգիտեմ, բայց իր պարագայում բոլորն են երգում։ Բոլորը երգող են, հետաքրքիր է։ Չգիտեմ, հայրս մի օր որոշեց, որ ավելի լուրջ մասնագիտություն պետք է ստանա իր աղջիկը եւ ասած երկելը միշտ էլ կարող ես, դու ավելի լավ է մտածես բանասիրության վրա, պատմության վրա, լավ մանկավարժ կլինես, լավ այսպես, ես էլ գիտեք ոնց էր ծնողների խոսքից դուրս գալի եւ հետո պիտի խոստովանեմ, որ ես հայերեն պատմությունը բան լավ էի սովորում դպրոցում, այնպես որ ես կարողացա ճիշտ է առաջին տարին չընդունվեցի, մի քիչ էլ լրացիչ պարապեցի, բայց այնուհանդերձ ընդունվեցի համալսարանի բանասիրական ընդունվել է ժամանակ բավականին, հանակ մասխարություն չէր եւ ահա սովորեցի այնտեղ եւ հայրս ասաց մոռացիր այդ երգը միշտ էլ կարող ես լրջացի մեծ աղջիկ ես դե իհարկե ես վիրավորվեցի բայց այնուհանդերձ բայց հիմա արեցի ասա այնուհանդերձ եւ նորից տեսեք ճակատագրական Արմեն ջան ես միշտ դա ասել եմ Այսինքն ինքը մեկ այսպես պտտվի, ինքը գալու է տեղը, թե դուք սենց գնաք թենից, մեկ այսպես կպտտվեք, էլի կգա ձեր տեղը։ Այո, եւ այդ սեպտեմբերյան առաջին իսկ օրվանից Խորեն Պալյանը, Լուսինե Զաքարյան ամուսինը, որ իմ գրափարի դասախոսն էր, եկավ ասեց, այս կուրսից ովքեր կարող են երգել, երգչախումբ ունենք, որ պետք է լրացնենք։ Հա, հենց այնպես եկավ ասեց։ Չէ, ինքը մեր կուրս ղեկներ, ասեց ես երգչախումբ ունեմ եւ քանի որ 5-րդ կուրսեցիներ ավարտել գնացել են նոր եկողներին, առաջի կուրսեցիներից մենք պետք է այդ գրկենք այդ երգչախմբում։
ես մտքիս մեջ ասեցի ես չեմ երկի, որովհետև հայրս կասի դու Կիմանա, գնացել ես համասարան սովորես, թե նորից երկելու թարգտուր։ Իդեպ ես պիտի ասեմ, որ մամաս էլ էր ասում, որ աղջիկ ջան, ուտելիս երգում ես, քնելիս երգում ես, խաղալիս երգում ես, մի քիչ մեծ աղջիկ ես, դու աղջիկ ես, դու քեզ այսպես է, ամոթ չի, մի քիչ քեզ խելոք բայ, դե ոնց խելոք բայ, դա քո մեջ է։ Աստված է դրել այդ քո մեջ դրված է այդ զգացողությունը։ Եվ ասեցի ինքս ինձ ասի Նաշ ջան, հանկարծ չարձագանք ես, թող գան ասեն գնա դու մի երկի, թող մյուսները երկին։ Դες մարդը գնաց եկավ ասեց, այ դու, ես այն ժամանակ սև մազեր ասեց, այն սև վարսերով աղջիկը դու ասեց։ Բայց այսինքն առանց ոչինչ ման, ձեզ չի Չէ, մանալու։ բոլորին կանգնացում ասում մի բան երկի, մի բան երկի։ Եվ ուզում էր լսելով տեսնի, ով ձայն ունի, որ տանի երգչախում։ Ես էլ կանգնեցի ու երգեցի, ասեց ոյ։ Ես ի՞նչ ձայն է։ Դու որ հաստատ ես գալու, ասի, ահա, ընկա կրակը։ Ինչ հետաքրքիր է։ Բայց այդ ինչ լավ կրակ ընկա, հետագայում ծանոթացա։ Բա իսկ հայրիկ իմացավ դրա մասին։ Դե արդեն հետո ուշեր, փաստի Դե ես արդեն, գիտեք, արդեն ինքնուրույն ապրում էի Երևանում, ապրում էի արդեն ուսանողական կյանքով եւ հետո լավ էի սովորում, այնպես որ բողոքելու տեղ չունեին, որ ես կարող էի լրացուցիչ նաև ասենք սիրելի գործով, սիրելի հոբի ունենալ, հա, այսպես սկզբից դա ինձ համար հոբի էր։ Դե հետո խորացավ եւ ահա դարձավ այն ինչ որ կա։ Եվ շատ լավ է որ խորացավ, որովհետեւ այսօր մենք ունենք այսպիսի հրաշալի տաղանդավոր երգչի Աշոտ Նազելի ունենք, որը իրոք շնորհակալ ենք առաջի երթին իհարկե ուս ղեկին, պաստա առաջինը կինո մեխանիկին, հետո ուս։ Ահա այսպես չէ, բախտի անիվը գնում։ Միշտ այդպես է, երբ որ այո, չէ, դե գիտեք, եկեք խոստովանենք, որ եթե չլիներ այդ տաղանդը, այնուամենայնիվ ոչ ոք չէր օգնի այս պարագայում, բայց իհարկե տաղանդը այդ մեկտեղ միշտ բախտի գործոնը կա։ Այստեղ ոչ թե ավելի շուտ բախտի գործոն է, այլ տվյալ իրավիճակի գործոնը, այդ պահի գործոնը, հա, որ սովորաբար երբ խնջույքներ ասում են խմենք, այս պահին բանը, դե լցրեք, այս պահի գնաց խմենք։ Հիմա ուզում եմ մի քիչ անպայման զրուցենք իհարկե այն երգերի մասին, որը իհարկե դուք ստեղծել եք, Սուրբ Մատուռը, Մոշ աչքեր, իմ մայրիկ, այս երգերը պրակտիկապես իհարկե երգում են բոլորը եւ հեղինակը սիրել է հեռուստադիտորներ, այո, Աշոտ Նազելին է։ Սուրբ Մատուռ, իմ մայրիկ, Մոշ աչքեր, Կարմիր վարդը, Մշոդաշտով, Հորովել, Դլեյաման եւ բազմաթիվ 3 տասնյակին հասնող երգեր, որ երգերը կատարում են գրեթե պետական Սայաթնովա անսամբլում, Գյումրի ժողգործիկներում, ինչքան որ պետական խմբեր ունեն եւ դրանից բացի անհատապես եւ մեծ արտիստներ, լավ երգիչներ, ճանաչված երգիչներ եւ սկսնակներ եւ երիտասարդներ։ Դա ժողովրդական երգեր են, ժողովրդական ինքը ժողովրդական երգեր են։ Ես հիշում եմ մի հաղորդումներից մեկում, չեմ հիշ, ես հարցրեցի, լավ ո՞նց է ստեղծում ժողովրդական երգերը եւ լսեցի այսպիսի պատասխան, որ դե ժողովրդական երգերը հիմա այդքան շատ չեն ստեղծվում, որովհետև դա ժամանակին, երբ որ ժողովուրդը մեկը մյուսին ասելով ստեղծվում էր, ինքը դառնում էր ժողովրդական։ Բայց հիմա ձեր օրոք դուք ստեղծել եք ժողովրդական երգեր։ Արմեն ջան, ժողովրդական երգը այդ ձեր ասած Բերնեբերան եկած, նրանք էլ են հեղինակ ունեցել, այդպես երկնքից չընկել, բայց չի պահպանվել հեղինակը։ Մենք չգիտենք, օրինակ, չէ, ասում են Կոմիտասը հավաքագրել է, ասենք Սոնայար, Սոնայար, Սոնա սիրու, Սոնայար, ով գիտի դրա հեղինակ ով է։ Հավաքագրել է Կոմիտասը եւ ասել է ժողովուրդ, այս գանձերը կորչում են եւ ինչու է Կոմիտասը դրանով է մեծ, որ մեր պատմությունը, մեր այս գենետիկան, մեր մտածողությունը բերել նորից մաքրել է, գեղեցկացրել է, կոկել է եւ նորից բերել է ասպարեզ, որ ժողովուրդը իր հորինածը չմոռանա, բայց աշուղները, գուսանները, ասենք Սայաթնովա Շերամ եւ մեր դասական բոլոր աշուղները արդեն հեղինակած իրենց երգերին իրենց անունները գրել են։ Իդեպ երևի, չէ, Սայաթնովուն ջունուն արիր, չէ, ասում է Սայաթնովան, կամ բոլոր աշուղները իրենց անունները գրել են, որպեսզի իմանան, որ ես իրենց երգն է, թե չէ կարող էր դա էլ կորչել եւ ասվել ժողովրդական։ Հիմա երգում են
Կարմիր վարդի ալն եմ սիրում, ուրիների լալն եմ սիրում, ու մեր թաղի ճամփաներով թելիկ մելիկ քո գալն եմ սիրում, ասում են ժողովրդական երգ, բայց դու մի ասա աշուղնազելի երգ։ Աշուղնազելի երգն է, բա այ պետք է իմանալ այս տաղանդավոր Գիտես, բայց ես ուրախանում եմ մեկ-մեկ, ասում եմ, այնքան սիրված է այդ երգը, որ հեղինակին մոռացել են, ասում են, այս Բերնեբերին եկած երգը։ Ես համամիտ եմ, իհարկե սիրված են, բայց այն ամենանիվ ես կարծում եմ, որ պետք է անպայման նշել հեղինակներին, որովհետև գիտեք, այն մարդիկ ովքեր, նույն վերցնենք օրինակ նույն երգերը, նույն ֆիլմ ստեղծում են կադրից դուրս, հա հեղինակները իրենք ունեն, այսինքն այդ կարիքը, որ մարդիկ պետք է իմանան իրենց մասին, որովհետև իրենք կադրից դուրս են, իրենք չեն տեսնում, հա, ու տվյալ պարագայում մեր խոսքը ձեր մասին չէ, որովհետև դուք կատարում եք, բայց շատ մարդիկ կադրից դուրս չեն ներևում, բայց պետք է անպայման, այսինքն պետք է իմանալ, որ այս հրաշալի երգեր, այս գլուխ գործոցների հեղինակը հենց աշուղնազելին է։ Իդեպ ես ուզում եմ մի քիչ ավելացնեմ այս թեման։ Ես նաև գիտեմ, որ ինչ որ դուք ունեք ստեղծած հորովելի մասին, հա, հորովել, դլեյաման, այ հիմա որ ձեզ խնդրեմ, կարող ենք մի փոքրիկ ակապելլա մեր հեռուստադիտողներին նվիրենք այդ դրան։ Խնդրելու, Արմեն ջան, անշուշտ։ Եկեք մի փոքրիկ սիրելի հեռուստադիտողներ ուշադրություն, հենց այս պահին աշուղնազելի ակապելլա ձեզ կերկի մի հրաշալի մի քանի տող իհարկե կպարգևի հաճելի րոպեներ։ Այո, ես մի քիչ համարձակ քայլ համարեցի, ինքս մի քիչ համեստ մարդ եմ, այսպես ասեմ, ասում եմ Աստված իմ տեսնես ինչպես կընկալվի, եթե ես գրեմ դլեյաման, ես գրեմ հորովել, չէ՞ որ դա Կոմիտասյան անունը արդեն կա, բայց ես որպեսզի մի քիչ համեստ հնչի մեր գենոցիդի եղերնի 100-ամյա տարելիցին դլեյաման գրեցի ես այս դլեյամանը նվիրում եմ մեր հանրահայտ դլեյամանին, որովհետև ցավոք այսօր էլ դլեյաման նշանակում է ախ սիրտս եւ ցավոք դեռ մենք մեր ժողովրդի ճակատագիրն է այսպեսին, որ դեռ ձեռքներս դնում ենք սրտներից եւ ասում ենք դլեյաման։ Ես ուղղակի չեմ ուզում, բայց ուզում եմ իմ դլեյամանը մի փոքր եթե կարող եմ։ Իհարկե, սիրով, լսենք։ Գետի ափին բաղ եմ արել, ջուրը եկել բաղս տարել, ծովամակս ջուրն ադարել, դլեյաման, ջուղ տախպերս կրվի ելան, արյուն թափին հերոս տարան, բայց էլ նրանք տուն չդարան, դլեյաման, Էրգիր տանող ճամփեմ հակա, պապիս դուրը քարու կապա, կարոտը սալափան չապա, դլեյաման, yaman. Շնորհակալություն, բրավո։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Եկավ այս պահին սա մտքից։ Շատ շնորհակալություն իհարկե Նազելի ջան, դե մենք իհարկե այսօր եւս խնդրելու ենք իհարկե քիչ ուշ անպայման, բայց դեռ չենք խոսի դրա մասին։ Նազել ջան, իհարկե ես ուզում եմ նաև խոսել Աշուղ Նազելի, հա, եթե ես չեմ սխալվում 2013 թվականին, հա, Աշուղ ոնց դա, այսինքն ոնց է դա լինում, մի քիչ ավելի նորա մարդիկ ովքեր դե բոլորը իհարկե կարողա չեն իմանում, դա ինչ է, ոնց է լինում, ինչ, մի քիչ ավելի մանրամասնեք։ Դե իհարկե շատ ավելի շուտ ես դեռ երբ որ Սայաթնով անսամբլի երգում էի, ընդամենը երգչուհի էի, ես զգում էի, որ իմ մեջ կան դեռ ուսանող տարիներից ինչ-որ մեղեդիներ, բայց ասում էի դե լավ, ինձանից ինչ հեղինակ, բան, ամաչում էի, այդ մասին ոչ ոքի չէի ասում, չէ՞ որ բանաստեղծություններ ես գրում, բայց ոչ ոքի ցույց չես տալիս։
Բայց մի օր պարոն Թովմասը եկավ եւ ասաց, գիտեք, շատ հետաքրքիր երգի փառատոն է, որ նոր երգեր են ուզում ասպարեզ հանվեի եւ Սայաթնովայի անունն է կրում, Սայաթնովայի անվան երգի փառատոն։ Եթե ձեր մեջ կան ստեղծագործողներ, բերեք մի քանի երգեր, նոր երգեր, որ երգված չեն, մասնակցենք այդ մրցույթին։ Այստեղ չգիտեմ ոնց եղավ, լեզուս բացվեց, մոտեցա, ասում եմ, պարոն Թովմաս, մի հատ կլսեք, այսպեսի երգ եմ գրել, կլսեք։ Նա Սուրբ Մատուրի մասին է խոսքը, առաջին իմ, այսպես հետո ասում են, դա նազելի այցեքարտներ, որ այդ երգով ինքը ճանաչվեց։ Երբ որ երգեցի իմ Սուրբ Մատուր, ոտքդ եկա ես նորից, ինձ ազատիր չարից մեղքից փորձանքից աղոթքի նման Թոմասը ասեց վայ նազելի ջան ասեց էս ինչ լավ երգ է այնտեղ մեր կոմպոզիտոր Արտեմ Ներխաչատուր արագ բերեցին նոտայագրեցին որ ասեցին այս երգը պիտի հանձնենք երգը մրցանակ շահեց բայց մինչ այդ ընկեր Պողոսյանը ասաց նազելի ջան հետաքրքիր է որ քո երգը լրիվ աշխուղական տաղճապության մեջ է Արի քեզ մի հատ էսպես հետաքրքիր, ես առանձայն էլ փնտրում եմ նոր ստեղծագործողներ, ովքեր աշուղներ կլինեն։ Բեր քեզ ներկայացնենք աշուղ նազելի։ Այդ ինձ համար շատ անակնկալ է, ասում եմ, չէ, պարոն Թովմաս, ուղղակի ներկայացրեք հեղինակ կատարող։ Չէ, ես ծանոթ չեմ աշուղական տաղաչափությանը։ Դու մի ասա, այնքան Սայաթնովա եմ սիրել, այդ տաղաչափությանը, ինչ մի խոսքով չերկարացնեմ, չձանձրացնեմ Այդպես տարիներ շարունակ իմ երգերը, որ մրցանակ շահեցի, ավելի ոգևորվեցի, որ սիրվեց երգս, արդեն սա է երգում, նա է երգում, ոգևորվեցի։ Եվ այդ նույն, չէ, ինչ են ասում, բախտի անիվներ։ Գործոն, այո, այդ գործոն, այո։ Այս գործոնները, եւ սա էլ էր, այդպիսի մի դիպված կարող եմ ասել, Եվ շարունակվեցին արդեն կարմիր, վարդի ալն եմ սիրում, մշոդաշտով գրեցի եւ այլ էս բոլոր երգերս եւ այլն, տեսա որ սիրում են, գալիս էի աշխուղական տեսնում էի, այն սենյակից լսվում էին երգը, այն սենյակ մեկ էլ հեռուստատեսության մեջ որ մեկն է երգում, նախագծերում եւ այլն, արդեն լրջացավ, խոսքը լրջացավ եւ Մի օր եկավ ընկեր Պողոսյանը ասաց Նազել ջան քո երգերը այնքան սիրված են որ ժամանակն է քեզ վարպետ աշխուղ կոչում տալը եւ դա մի մեծ հետաքրքիր ծիսակարգ էր որտեղ աշխուղ շերամի թորը թորն էր հոգեվորականը եւ նա օծեց շատ այսպես շատ հետաքրքիր մի արարողություն էր եւ Ժողովուրդը ավելի ծանոթացավ իմ երգերին, չէ՞ որ եթե հերոստատեսություններով գնում է ամբողջական համերգը եւ դե իհարկե ամբողջ հնարավոր չէ, բայց դա լուրջ ձեռքբերում էր, ես կարող եմ ասել եւ դրանից հետո Նազելի Գրիգորյանը դարձավ Աշուղ Նազելի, բրավո։ Եվ մենք հիմա կանադառնանք մեր հաղորդման երկրորդ էջին, բայց նաև ուզում եմ մի քիչ խոսելու ենք իհարկե մարտի 8-ի մեծարման երեկոյի մասին, բայց ես գիտեմ, որ առաջ անգամ եք Լոս Անջելեսում։ Այո։ Ես նկատի ունեմ այսպես մեծարման երեկո։ Բազմաթիվ պրակտիկապես բոլոր Եվրոպայում, Ամերիկայում, հա, Բոստոն, Վաշինգտոն, բայց հենց այստեղ առաջին անգամ մեր ամենա Մարդաշատ, այսպես հայ հանդիսատեսի հայաշատ, այո, և այ դա ինչ որ կա, ինչ որ զգաթե, այսինքն պարզապես պրոֆեսիոնալ մոտեցում է, թե մի քիչ ավելի այդ պահը կա, որ Ստեղ դե մի քիչ շատ են հայերը ավելի։ Բոլոր զարմանում էին եւ գրում էին, եւ մեր սիրելի Ֆլորան էլ, իսկ ինչու Լոս Անջելես չեք գալիս, իսկ ինչու։ Դե գիտեք, շատ խոստումներ էին տալի, ես հենց ուզում եմ անպայման ձեզ հրավիրել, ես ուզում եմ, դե չէր ստացվում, մարդիկ են գործների հետ չէր լինում, ինչ որ մի խնդիրներ գուցե լինեն, բայց որ բազմիցս այդպիսի առաջարկներ են եղել, ինչու չեք գալիս, բայց ահա մեր աղջիկը, մեր Ֆլորան, որ շատ արագ ասաց եւ արեց։ Ես շնորհակալ եմ իրեն, որովհետեւ շատ էի ուզում գալ, այս հայաշատները տեսնել, հետո գիտեք, մեր հայրենակիցներին տեսնել եւ ես գալիս եմ տեսնում եմ ինչքան գիտեի, կրկնապատիկն են եւ երաժիշտ, չգիտես, ուրախանում ես որ հայ ես տեսնում, բայց նաեւ տխրում ես որ այսքան շատ հայրենակիցներ հայրենիքում չեն։ Դե դա Համամիտ եմ, բայց հիմա ի տարբերություն օրինակ են
այսպես սովետական տարիների կամ հետ սովետական հիմա դե մի քիչ ավելի կապը հեշտ է, ավելի այսպես գնալ գալ ավելի հեշտ է։ Ես հիշում եմ, որ հիմա հեռախոսը արդեն վերցնում ես, այսպես խոսում ես, ի տարբերություն այն ժամանակ հիշում ես, որ տեսնում ես, դիտում ես, ես հիշում եմ, հարազատներից, այն ժամանակ յուղերից հասնում ենք շրջկենտրոն, որ կարողանանք շրջկենտրոնի փոստից զանգարենք Երևան։ Ես դա կարող եմ փաստել։ Ես էլ դա կարող եմ փաստել։ Գնում ենք հրապարակ, ժամերով հերթ ենք կանգնում, որ մայրիկի հայրիկի հետ խոսեն։ Մի խոսքով, այդպես էլ է։ Այդպիսի ժամանակներ էլ ենք ունեցել։ Հիմա մի քիչ ավելի կապը լավ է։ Լավ, եթե դեմ չեք, անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, մի քիչ այսպես ավելի հումորային, ավելի զվարճալի։ Ամենևին։ Նազլե ջան, մենք հիմա միասին լսելու ենք 3 երգի հատվածներ։ Ահա։ Երգերը լինե կարող են լինել ճանաչված, ոչ ճանաչված, 3 երգի հատված ենք լսելու, երգը ընդհատվելու է, ես 4 տարբերակ ասելու եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Ձեր համար իմ կարծիքով դա հեշտից հեշտ է, որովհետև իհարկե երգահան, երգի բառը դա ինձ դա է։ Այո, եւ ոչ ոք ինձ չի դատի, եթե ես հանկարծ այդ բառերը չիմանամ։ Իհարկե, միանշանակ։ Եվ հետաքրքիր է, այո։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այս պահին միասին Աշոտ Նազելի հետ անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին, դուք էլ նույնպես իհարկե ակտիվ մասնակցում եք եւ խնդրեմ առաջին երգի հատվածը միասին լսենք։ Ընդհատվեց երգը։ Ջանա ջանա իմ ջանա, հիմա շարունակություն։ Առաջին տարբերակը։ Ջանա ջանա իմ ջանա, քեզ խնդրում եմ մի գնա, 1։ Ջանա ջանա իմ ջանա, հլը տես ինչ լավ բան ա, 2։ Երրորդը ջանա ջանա իմ ջանա, այս գիշեր ինձ մոտ մնա, 3-րդ տարբերակը, եւ 4-րդը ջանա ջանա իմ ջանա, ճաշը սեղանին ա, ես թռա։ Ամենացիցաղելի ճաշը սեղանին եւ գործի է ինքը, որ ճաշ դրեց ու թրավ գործի է մարդի, ինչ կարա կանեք, աշխատում է։ Կերեք ճաշը գնացեք քնել։ Ես կարծում եմ այս պարզունակ երգը ջանա ջանա իմ ջանա, ես խնդրում եմ դու մնա, օրինակ։ Հա, կա այդպեսի տարբերակ։ Կա քեզ խնդրում եմ մի գնա, 1։ Հա, խնդրում եմ մի գնա։ Հələ տես ինչ լավ բանա չէ, այս գիշեր ինձ մոտ մնա։ Դու գիշերն էլ թող մնա, ես դեմ չեմ։ Դե հիմա պետք է ընտրենք գնա թե մնա։ Լավ, այս գիշեր։ Այստեղ երկու տարբերակ կա, կամ մնա, կամ գնա։ Հա։ Ահա, то есть մի տարբերակը ջանա ջանա իմ ջանա քեզ խնդրում եմ մի գնա, չէ, բայց երկուսն է մնալ, հա, ստացվում։ Հա, ես խնդրում եմ, քեզ խնդրում եմ մի գնա, վերեսպես վերցնենք։ Իսկ այս գիշեր ինձ մոտ մնա։ Չէ, ես խնդրում եմ, դե քեզ գիշերին ինձ մոտ մնա, մի քիչ ավելի էրոտիկ է հնչում։ Չէ, բացարձակ, ուղղակի ճաշը սարքե մնացել է։ Ճաշը չի բջանա։ Իրան գիշերներ ուտում։ Լավ։ Մարդկա չէ որ գիշերն է ուտում։ Եղբայր, ես ասում եմ մի գնա, այս տարբերակն եմ վերցնում։ Ես իհարկե փորձում եմ որպեսզի Նազելին ընտրի այս գիշեր ինձ մոտ մնա, ինձ մոտ մնա տարբերակը։ Տեսնենք ոնց է։ Եթե բայց սխալ լինել երկու տարբերակ ունենք, այնպես որ։ Լավ, փորձենք, բախտներս։ Ջանա ջանա իմ ջանա, քեզ խնդրում եմ մի գնա, այս տարբերակը ընտրեց Նազելին, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ կանցնենք երկրորդ երգին, խնդրեմ։ Լավ, Ոչինչ։ քեզ էլ իմացանք։ Հələ երկու հատ ունենք։ Լավ։ Հիմա արդյունք ավելի կենտրոնանում ենք, որպեսզի ամեն մենք պետք է հաղթենք։ 1-0 առայժմ պարտվում ենք միասին եւ խնդրեմ երկրորդ երգի հատվածը միասին լսենք։ Ոնց երկեմ առանց քեզ դու միակ քոնն եմ ընդմիշտ քոնն եմ հավերժ քոնն եմ հավետ եւ քոնն եմ ավետ ավետ բարսեղան Ավետ Բարսեղան այո ավետ ջան ջեն ողջունես քոնն եմ հավերժ հավերժ ընդմիշտ չէ ոնց երկեմ առանց քեզ դու միակ քոնն եմ ընդմիշտ հա ընդմիշտ մի տեսակ ինչ որ ընդ
Քոնեմ ընդմիշտ եւ միշտ էլի տենց որ թարգմանում ենք Տեսակ հավերժ ավելի երկեցիկը քան ընդմիշտ հա էլի չէ մեզ որ բաղաձայները սիրուն չեն հավերժ երկեցիկ է բայց դա չի նշանակում որ այդպես հա այդպես չէ նույն կարող է էլի գիշերվա 10 կարող ենք ուզում ընդմիշտ ես ինչ կարող անեմ հա ընդմիշտը հավերժը հոմանիշներ են բայց քոնեմ հավերժ ընտրեցինք Բեր հավերժ ընտրենք Ոնց երկեմ առանց քեզ դու միակ քոնեմ հավերժ այս տարբերակ ընտրեց Նազելին լսենք ճիշտ տարբերակը եւ ասենք երրորդ երկի հատվածին խնդրեմ Այո Քոնեմ հավերժ պաստորեն տեսար Այո, մեկ Այ հիմա Ես այդ հույսը չունեի Այո, չէ, իհարկե Երրորդ վերջին երկն ենք լսում եւ տեսնենք հաղթում ենք թե ոչ Խնդրեմ Սիրիր, կզգաս չգիտեմ ինչ Սերը Հենց որ նայես սիրելիս առաջին տարբերակը, հենց որ նայես շուրթերիս երկրորդ տարբերակը, հենց որ նայես աչքերիս երրորդ տարբերակը եւ հենց որ նայես մամայիս չորրորդ տարբերակը։ Հենց որ նայես մամայիս, Քոհալը կհասկանաս։ Այո, արդյոք միանգամից հարցերը կլուծվի, շատ արագ, Հենց որ նայես աչքերիս։ Աչքերիս։ Հա, ենթադրում եմ, աչքերը շատ բան Բայց են այսօր ասում։ շուրթերը շատ ակտուալ են, չէ՞, որովհետև շուրթերը շատ ակտուալ, բոլոր տեղերը շուրթեր։ Այո, մանավանդ Ինչ են անում շուրթերի մասին մենք չենք խոսում։ Շուրթերի վրա շատ են կենտրոնացել։ Աչքերիս։ Աչքերիս էլի։ Հենց որ նայես աչքերիս, այս տարբերակը ընտրեց Աշոտ Նազենին լսենք, ճիշտ է դա թե ոչ եւ անցնենք առաջ։ Հետաքրքիր է։ Բրավո, 1-0 պարտվելով այսպես 2-1 հաղթեցինք, բրավո։ Լրիվ հաղթեցի է։ Այո, տեսակ, հա, առանց օգնության, Առանց օգնության։ առանց հուշում, այո, դուք ինքներդ հաղթեցիք, բրավո։ Տեսար Արմեն ջան։ Շատ լավ։ Նազելի ջան, դե հիմա մենք մի քիչ զրուցենք կրկին համերգի մեծարման երեկոյի մասին, որից հետո իհարկե մի փոքրիկ խնդրանք։ Առանց խնդրելու։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հերոստադիտողներին եւ այսպես սիրելի հերոստադիտողներ մարտի 8-ին Հայ-Իրանական միություն Գլենդել երեկոյան ժամը 6-ին տեղի ունենալու մեծարման երեկո Աշոտ Նազելի մեծարման երեկո, որտեղ հնչելու են այո, հնչելու են հերինակային երկերը։ Հնչելու են հերինակային երկերը բոլորիդ կողմից սիրված, ճանաչված երկեր, լինելու են իհարկե Աշոտ Նազելի լավ ընկերներ, ովքեր նույնպես գալու են եւ այս մեծարման երեկոյին մասնակցեն։ Եվ իհարկե դուք ամենակարևորը դուք եք լինելու, վայելելու եք այս հրաշալի րոպեները, հրաշալի ժամերը, այդ գեղեցիկ օրը մարտի 8-ին, որը կարծում եմ ել ավելի կարելի է գեղեցկացնել, ծաղկացնել եւ շատ լավ է որ ընտրվել է հենց այդ օրը։ Որովհետեւ մարտի 8-ը պետք է այդպես անցկացնել։ Իսկ հետո մարտի 9-ին ինչ ուզում եք արեք։ Մի մնացեք տանը, եկեք վայելեք։ Իհարկե։ Առաջին անգամ եմ եկել, նենց արեք որ էլի գամ, հա։ Հա, իդեպ առաջին անգամ, այնպես արեք, որ այո։ Դե կարծում եմ անպայման իհարկե լեփլեցուն է լինելու, ավելի քան համոզված եմ եւ այդ դրա կարիքը կա, այս երկերի կարիքը կա, հավատացեք, որքան շատ այնքան լավ։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Եվ Նազելի ջան, մեր խնդրանք իհարկե վերջում մեր հյուրերին բնականաբար հաղորդման վերջում միշտ խնդրում ենք մի հրաշալի երգ։ Ես կարծում եմ, եթե դեմ չեք մոշաճկեր Սիրով մի հրաշալի երգ, հեղինակային երգ եւ այս պահին իհարկե Աշոտ Նազելին կկատարի են ձեր համար սիրելի հեռուստադիտողներ, մեզ բոլորիս մենք կվայելենք։ Ես խնդրում եմ պարզապես դուք մի քանի վայրկյան պատրաստվեք, իսկ մինչ այդ ես
Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ուզում եմ նշել մեր հաղորդման գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում վերադարձնում է լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա նման խնդիր, դիմեք եւ բոլոր խնդիրները կլուծվեն։ Հեռախոս 409 9000 911 Մեր հաղորդման գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը առաջարկում է ձեզ հիանալի ժամանց, հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով, մի խոսքով այն ամենը, ինչը հարկավոր է լավ լիարժեք հանգստյան օրեր անցկացնելու համար։ Հեռախոսահամարը 760 329 6033։ Պատրաստ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես Armenian Evening հատուկ ձեզ համար աշուղ նազելի մոշ աչքեր վայելում ենք։
Նազելի ջան։ Շնորհակալ եմ այս հրաշալի երեկոյի համար, անկեղծ հարցազրույցի եւ իհարկե սիրելի հեռուստադիտողներ, եւս մենք անգամ ուզում ենք հիշեցնենք մարտի 8-ին երեկոյան ժամը 6-ին Հայ Իրանական միություն Գլենդելում բոլորից սիրով սպասում ենք Աշուղ Նազելի մեծարման երեկո, անպայման եկեք եւ վայելեք այդ հրաշալի րոպեները։ Շնորհակալություն անչափ։ Ես իհարկե, այո, մշտապես իհարկե սպասելու եմ նոր համերգներով, նոր մեծարման երեկոներով մեր տաղավարում իհարկե։ Առաջ Աստված։ Շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալություն։ Եղավարն ջան, զգացված եմ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ իսկ մենք հանդիպելու ենք արդեն ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան 22:30 AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։